Երբ մենք խոսում ենք հոգեբանական տրավմայի մասին, հաճախ պատկերացնում ենք անհատի մասին, սակայն երբ աղետալի իրադարձություններ են լինում, որոնցից են պատերազմները, տեղահանությունները, երկրաշարժները եւ այլն, մենք արդեն կարող ենք խոսել կոլեկտիվ տրավմայի մասին։ Կոլեկտիվ տրավման ինքնազդեցություն ունենում է ոչ թե մեկ անհատի վրա, այլ ընդհանուր համայնքում ապրող մարդկանց վրա, անկախ դիրքից, տարիքից, սեռից, եւ կոլեկտիվ տրավման շարքից դուրս է հանում այդ համայնքում ապրող մարդկանց բնականon կյանքը։ Պատերազմի, օրինակը եթե բերեմ, պատերազմը թեպետև կարող է ազդած չլիներ, իր հետևանքը չունենար ուղիղ ձևով համայնքի բոլոր բնակիչների վրա, սակայն պայմանական եթե վերցնենք գյուղը եթե տվել է 4-5 զոհ, չեն ասում, որ այս ինչ ընտանիքի զոհվեց, այս ինչ մարդը, ընդհանուր ասում են գյուղը տվեց այսքան զոհ, գյուղը տվեց այսքան հերոս։ Կարևոր է նշել, որ կոլեկտիվ տրավմայի ժամանակ տրավման դադարում է լինել անհատական փորձ, ինքը կրում է արդեն հավաքական բնույթ եւ մարդիկ իրենց ներքին փորձառությամբ կարծես թե կիսում են միևնույն ցավը, մարդիկ ունենում են սուգ, վախի զգացում, տագնապի զգացում, ապագայի հանդեպ անվստահություն, պատկանելիության զգացումը խաթարվում է մարդկանց մոտ։ Մարդիկ սկսում են մեկուսանալ։ Այս դրսևորումների հետ պայքարելու արդյունավետ ձևերից մեկը հենց խմբային ձևաչափով հոգեսոցիալական աշխատանքներն են։ Խմբային ֆորմատը հոգեբանական մոտեցման մեջ օգնում է, որ այդ ամոթի զգացումը հաղթահարեն, մարդիկ հասկանան, որ այն ապրումները, այն զգացողությունները, որոնք որ իրենք ունեն, դա նորմալ է, սա նորմալ պայմաններում, օգնում է, որ տեսնեն համայնքում ուրիշ մարդիկ նույնպես ունեն այս զգացողությունները եւ դրանից նորմալիզացնեն իրենց զգացողությունները, ինչպես նաև օգնում է, որպեսզի մարդը կարողանա վերագտնի իր սոցիալական կապերը այլ մարդկանց հետ։ Ու հենց այս մեխանիզմների միջոցով, հատուկ տեխնիկաների միջոցով մոտեցման մեջ մարդիկ վերագտնում են իրենց պատկանելիության զգացումը, վերակառուցում են իրենց անցյալի տրավմատիկ փորձը, որը որ թույլ է տալիս նայել դեպի ապագա, ապագան դառնում է քիչ մշուշոտ։ Ու հենց այստեղ մարդիկ կարող են իրականացնել այդ առաջին քայլը, որ ուղղված է դեպի ապագա, որը որ մենք մոտեցման մեջ անվանում ենք հավատո քայլ։ Ապագան սկսվում է քո ներսից։